Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ախ, եթե ունենայի դա, ես ինչ-որ բանի պակասություն եմ զգում, ինչպես կարող եմ դա ձեռք բերել։ Ինչ-որ բան պակասում էր երիտասարդ իշխանի կյանքում, սակայն ոչ ոք չէր նկատում դա։ Նա հաջողակ, գեղեցկադեմ և շատ հարուստ էր, բայց ինչ-որ բան պակասում էր, որը նա նույնպես գիտակցում էր, իսկ միգուցե քո կյանքում էլ է հենց այդ նույն բանը պակասում, նա չէր կարողանում խաղաղվել դրա պատճառով, ինչպես կարող էր դա ձեռք բերել։ Հիսուսը պետք է որ իմանար պատասխանը։ Բարի վարդապետ, ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ունենամ։ Ահա թե ինչ էր պակասում, հավիտենական կյանք, որը սկսվում է Հիսուսին հավատալով, իսկ մահից հետո շարունակվում երկնքում։ Եթե հավիտենական կյանք ես ուզում, ուրեմն պահիր իմ պատվիրանները, մի գողացիր, մի շնացիր, մի ստիր, մի սպանիր, պատվիր քո հորն ու մորը։ Ես այս պատվիրաններն իմ ողջ կյանքի ընթացքում պահել եմ։ Արդյոք դու էլ կկարողանաս նույն պատասխանը տալ։ Ուրեմն վաճառիր քո ողջ ունեցվածքը և տուր աղքատներին, ապա արի և ինձ հետևիր։ Երբ երիտասարդ իշխանը լսեց դա, ցնցվեց, քանի որ նա շատ հարուստ էր, ցավոք սրտի նա հեռացավ։ Գումարը նրա համար ավելի կարևոր էր, քան Հիսուսը և հավիտենական կյանքը։ Մեկը չի կարող հարուստ լինել և հետևել Հիսուսին։ Իհարկե, կարող է։ Հարցը նրանում է, թե որն է առաջնային քեզ համար։ Արի մի փորձ կատարենք։ Մոմն ինչի համար է։ Ես մոմը համեմատում եմ Հիսուսի հետ, ով աշխարհի լույսն է։ Կարող եմ ես վառել։ Ինչ կլինի, եթե 100,000 դրամը պահեմ այս մոմի վերևում։ Գումարը կծածկի մոմի լույսը։ Այ հիմա հասկացա։ Նրա համար գումարը ամենաբարձր արժեքն էր, իսկ Հիսուսը երկրորդ տեղում էր։ Դա նրան բաժանում էր Հիսուսից։ Այդ ամենը այլ կերպ կարող էր ավարտվել։ Հիմա ես գումարը կդնեմ մոմի ներքևում։ Հիմա Հիսուսը առաջնային տեղում է, իսկ գումարը շողում է։ Տեսնում ես, թե որքան անհրաժեշտ է առաջնահերթությունները կարևորելը։ Հարուստ իշխանի կյանքում գումարն առաջնային էր։ Դրա համար էլ, ինչպես գիտենք, նա կորցրեց հավիտենական կյանքը երկնքում։ Շատ տխուր է, որ պատմությունն այսպես ավարտվեց։ Հուսով եմ, որ քո կյանքը Հիսուսի հետ կունենա ուրախ ավարտ։ Շարունակիր ինքդ քեզ հարցնել, միգուցե քո կյանքում էլ կան բաներ, որոնք Հիսուսից առաջ են գտնվում։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։